Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ես դպրոցից մի քիչ հեռու եմ ապրում, դրա համար իմ առավոտը սկսվում է շատ շուտ։ Երկու շաբթից մինչև շաբաթ մեր մոտ դասեր է ու միակ օրը, որ ես տունն եմ, այդ կիրակին է ու հենց կիրակին ես ոնց որ համ դասերն եմ անում, համ պարապում եմ ու շատ չենք հանգստանում բոլորս, ով ստեղ սովորում է, բայց շատ լավ որակի կրթություն ենք մենք ստանում, դրա համար չենք դժգոհում։ Мне кажется, что Կարծում եմ, որ մեզ մոտ սովորողներից շատերն ունեն արտակարգ ունակություններ։ Ես միշտ տաղանդավոր երեխաների հետ եմ գործ ունեցել, եւ Էլենի տաղանդն ինձ համար այդ առումով արտառոց չէ։ Թեև անշուշտ նա արտակարգ շնորհալի է։ ее возможности очень рано проявились. Նրա ունակությունները շատ վաղ են արտահայտվել, եւ դա թույլ է տալիս հույս ունենալ, որ ճիշտ զարգացման դեպքում նա իսկապես կփայլի ադամանդի պես։ Хорошо огранен. Ինչպես ասում են, ադամանդը պետք է լավ մշակված լինի։ Մեր մանկավարժները հաջողությամբ զբաղվում են մշակմամբ։ Հենց այդ պատճառով էլ Էլենն այդպես փայլում է։ Ես արդեն ձեզ պատմել եմ իմ սիրելի ուսուցչուհի մասին։ Իր հետ дасերը իմ ամենասիրելի դասերն են։ Ու ես շատ ուրախ եմ, որ դուք կարաք իր հետ ծանոթանաք, լսեք իրան, տեսնեք։ Я пришла к ним в класс не с самого начала. Ես նրանց դասարանին ուշ եմ սկսել դասավանդել։ Երեխաները սովորաբար սկսում են երաժշտական գրականություն ուսումնասիրել 4-րդ դասարանից։ Իսկ մենք ծանոթացանք 7-րդում, երբ այս խումբն ինձ տվեցին։ Միշտ էլ դժվար է աշխատել երեխաների հետ, որոնց մինչ այդ այլ ուսուցիչ է դասավանդել, հատկապես երբ խոսքը մեր դպրոցի լավագույն ուսուցչուհիներից մեկի մասին է։ Եվ ահա ես գալիս եմ նրանց դասարան ու չգիտեմ, թե ինչ կստացվի։ Այդ դասարանի երեխաներից մեկը հենց Էլենն էր։ Այն ժամանակ դեռ Էլեն էի անվանում նրան, քանի դեռ լավ ծանոթ չէինք, իսկ Էլենին ավելի լավ ճանաչողները նրան Լոլա են ասում։ Ու ինչ որ պահից սկսած ես էլ նրան այդպես դիմելու իրավունք ստացա։ Ու հիմա նա ինձ համար Լոլա է, Լոլեչկա, որովհետև նա իմ ամենասիրելի աշակերտներից մեկն է։ Նա շատ լավն է։ И каждое ее выступление Եվ նրա յուրաքանչյուր ելույթ, սկսած առաջին քայլերից, միշտ էլ դպրոցի համար շատ կարևոր իրադարձություն է։ Ու դե իհարկե, նաև հպարտության զգացում բոլոր ուսուցիչների համար, որոնք հասկանում են, որ զուր չեն աշխատում։ которые понимают, что они не зря работают. Մեր դասերը անցնում են շատ լավ, հետաքրքիր, որովհետև շատ ընկերներ ունեմ, որի հետ շատ ծիծաղանք իրար հետ, շատ հաճելի ժամանակ անցկացնենք, համ դպրոցում, համ կարող է դպրոցից հետո գնանք օրինակ ման գանք, ինչ որ համոպաներ ուտենք։ Դրա համար իմ գալը դպրոց շատ հաճելի է, համ մի կողմից, որ ես կրթություն եմ ստանում, համ էլ մյուս կողմից, որ ես հաճույք եմ ստանում։ Очень много концертирует. Նա շատ է համերգներ ունենում, ճանապարհորդում, պարապում։ Միշտ էլ կան տարբեր հանգամանքներ, որոնք կարող են պատճառ դառնալ օրինակ անգործության մատնվելու, ոչինչ չանելու, բայց ոչ նրա դեպքում։ Որևէ բաց թողում կամ այլ հանգամանք երբեք չեն խանգարում նրան քննությունը հանձնելուն, ավելին այն փայլուն հանձնելուն։ Նա միշտ ուրախացնում է ինձ երաժշտության մասին իր մտածելակերպով ու արվեստի զարմանալի ընկալմամբ։ Դա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Ես իսկապես գնահատում եմ դա իմ աշակերտների ու հատկապես Լոլայի մեջ։ Вот в Лёле особенно, наверное. Ինքը շատ հաճելի մարդ է, համ որպես դասատու, համ որպես մարդ։ Я очень люблю
Ես շատ եմ սիրում Զարա Լևոնովնայի դասարանը Очень часто. եւ շատ հաճախ եմ ունկնդրում նրանց աշխատելով հնարավորության դեպքում բաց չթողնել ոչ մի ելույթ։ Ինձ համար յուրաքանչյուր համերգ, որտեղ նվագում է Լոլյան, վայելք է, երաժշտական տոն։ Праздник музыкантский. Ես շատ տարբեր ֆլեյտահարների եմ լսել ու կարող եմ ասել, որ այսպիսի ջերմ, շատ անհատական ու շատ ճանաչելի հնչողություն ուրիշ մեկը երևի չունի։ Ես ավելի քան վստահ եմ, որ եթե նա շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա եւ միևնույն ժամանակ այսքան նրբորեն զգալ երաժշտությունը, ապա թերևս անգերազանցելի կլինի։ Музыку, то равных ей, наверное, и не будет. Լինում է օրինակ հաճախ, որ դու գալիս ես դասի ու սենց լսում ես, որովհետև քեզ պետք է ու ոնց որ հետաքրքիր չի, մտածում ես, երբ է ժամը բարձնում, արդեն գնամ տուն, բայց այս դասատուի մոտ շատ հետաքրքիր է նստել, ինքը կարա նենց բաներ պատմի, նենց լավ պատմի, նենց որակով, որ դու ուղղակի սենց նստած ես, մտածում ես, վայ, կլինի չվերջանա էլի այս դասը։ Наверное, для любого музыканта Հավանաբար ցանկացած երաժշտի համար, անկախ այն բանից նա ֆլեյտահար է, ջութակահար, թմբկահար, թե դաշնակահար, շատ կարևոր է ունենալ լայն աշխարհայացք, չբավարարվել սեփական գործիքի եւ մասնագիտության սահմաններով։ Նրա հետաքրքրությունների շրջանակը պետք է լայն լինի, թե երաժշտական առումով, թե ընդհանրապես։ Պետք է կարդալ, զբոսնել, սիրել, թատրոն հաճախել։ Նա պետք է մնա շատ հետաքրքիր մարդ ու հրաշալի զրուցակից, եւ հրաշալի կլինի, եթե նրա աշխարհայացքը անդադար ընդլայնվի, իսկ ինչ վերաբերում է նրա երաժշտական հնարավորություններին, ունակություններին, այդտեղ արդեն իսկ ամեն բան հրաշալի է։ Շատ կցանկանայի, որ նա շատ կարդա, գիտելիք կուտակի, ու հավանաբար հետո, երբ արդեն ինքը սկսի դասավանդել, կհիշի այս ամենը, եւ շատ կարեւոր է, որ աշակերտները նրան հետաքրքրությամբ լսեն ու Էլենն իր աշակերտների համար հեղինակություն դառնա։ таким авторитетом. Ես շատ ուրախ եմ, որ ես կարող եմ ժամանակ անցկացնել շատ պրոֆեսիոնալ մասնագետների հետ, սովորել իրենցից։ Ես Էրենի մասին գիտեմ իր ամենավաղ մանկության տարիներից, որովհետև իր ծնողների հետ շատ վաղուց ծանոթ եմ։ Զարան իր մայրը եղել է իմ դասընկերուհին Գինեսիների անվան դպրոցում, որ հետ Վարդանի հետ մենք ընդհանրապես գոլեգաներ ենք։ Վարդանն էլ է ջութակար։ Եվ մի քիչ ավելի ուշ ծանոթացանք, բայց իհարկե բոլոր տարիների ընթացքում մենք կապը պահպանել ենք եւ հաճախակի հանդիպել ենք։ Ես մի քանի անգամ Էլենի ելույթների ժամանակ եմ եղել, օրինակ ասենք կոնսերվատորիայի մեծ դահլիճում, եւ հիշում եմ այն ժամանակ ես մեծ տպավորություն ստացա հասկանալով, որ շատ բարձր մակարդակ Էլենի մոտ եւ հնչողությունը եւ տեխնիկապես։ Ես եւ Էլենը բավականին վաղուց ենք ճանաչում միմյանց։ Չգիտեմ, գուցե 5 տարի։ Մենք ծանոթացել ենք նորանուններ բարեգործական հիմնադրամի նախագծերի միջոցով, որը աջակցում է երիտասարդ տաղանդներին, երաժիշտներին եւ նկարիչներին։ Անչափ հետաքրքիր է հետևել Էլենի առաջընթացին։ Նա չտեսնված տաղանդավոր անձնավորություն է, աներևակայելի աշխատասեր, շատ համառ եւ խորաթափանց։ Ամենակարևորը ուրախ մարդ է։ Այդ պատճառով էլ միշտ հաճելի է նրա հետ շփվելն ու աշխատելը։ Նա հիանալի անձնավորություն է։ Ժուկովսկու նվագախումբը տարիներ շարունակ անցկացնում է վարպետության փուլեր վերնագրով համերգներ։ Այս համերգների մասնակիցները մինչև այդ երբեք նվագախմբի հետ հանդես չեն եկել։ Նման մասնակիցներից մեկն էլ Էլենն էր։ Նա իր առաջին ելույթից հետո նվագախմբի հետ համագործակցելու հնարավորություն ստացավ։ Էլենի հետ մենք հանդիպել ենք 9 անգամ։ Առաջին հերթին, որովհետև նա մեզ միանգամից դուր եկավ։ Եվ հետո մենք ուզում էինք հետևել նրա ստեղծագործական աճին։ Այս ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Էլենը հասուն երաժիշտ դարձել։ Նրա ընտրած երգացանկը, հմտությունը եւ մտածողության խորությունը մեծապես ընդլայնվել են։ Ունեցել եմ ելույթներ պրոֆեսիոնալ դիրիժորների հետ ու նվագախմբերի հետ։ Ես շատ երջանիկ եմ, որ իրանց հետ կանգնել եմ նույն բեմին։ Միշտ հետաքրքրվում էի ժամանակ առ ժամանակ, թե ինչպես են հաջողությունները դուր է գալիս, Էլենին թե դուր չի գալիս, եւ միշտ Զարայի պատմածներով հասկանում եմ, որ ինչ որ շատ ուժեղ բան է մեզ սպասում, մեր սպասումները արդարացան, որովհետեւ
որոշ ժամանակ անց մենք տեսանք Էլենը ինչ մեծ հաջողություններ է անում եւ ես մի քանի անգամ եղել եմ իր ելույթներին, համերգներին, օրինակ կոնսերվատորիայի մեծ դահլիճում հիշում եմ այդ հնչողությունը, այդ տպավորությունը, որ թողում էր Էլենի նվագը եւ այս վերջերս իմ ամենամեծ տպավորությունն էր, երբ որ լսեցի Խաչատրյանի ջութակի կոնցերտը, սա բավական հետաքրքիր, դա Սանտ Պետերբուրգյան Օլիմպ մրցույթի շրջանակներում էր։ Որպես երաժիշտ կարող եմ տեսնել այդ մակարդակը նվագի, տեխնիկապես նվագելու վարպետությունը։ Էլենը շատ է հաճել եւ հատկապես նվագը դարձել է շատ ու շատ երաժշտական, որը շատ կարեւոր բան է։ Իհարկե ես կուզենայի նշել արտիստիզմը, որը երաժշտականության հետ շատ մեծ տպավորություն է թողում եւ շատ խոստումնալից է։ Վերջերս նրա հետ նվագեցի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը փոխադրված ֆլեյտայի համար։ Կարծում եմ Էլենի ելույթը շատ արտիստիկ էր, շատ հասուն, եւ որոշ հատվածներում այդ ստեղծագործությունն ինձ ավելի դուր եկավ, քան ջութակահարների կատարմամբ։ Էլենը մեծացել է ու առջևում նրան շատ բուրըն ստեղծագործական ընթացք է սպասում։ Նա օժտված է արտիստիզմով, աշխատասիրությամբ, ինչը կարծում եմ ցանկացած երաժշտի համար ամենակարևորն է։ Եվ ունի տաղանդ, առանց որի ոչինչ չի ստացվի։ Երբ Էլենը բեմ է բարձրանում, անմիջապես գրավում է հանդիսատեսին։ Ուղղակի նա շատ հմայիչ է։ Она просто прекрасна, скажем так. Իմանալով շատ լավ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, կարող եմ ասել, որ ֆլեյտայի կատարմամբ եւս շատ հետաքրքիր է հնչում։ Ես շատ հպարտ եմ, որ Էլենը լինելով հայ կատարելու եւ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն շատ լավ զգալով այս երաժշտությունը, իսկապես փոխանցի այդ ստեղծագործության մեջ թաքնված այն հայկական մոտիվները հախիցը, որ կա որ այդ երաժշտության մեջ, կարծում եմ, որ սա ամենակարևորը կլինի, եթե Էլենը կարողանա դա փոխանցի, դա իրեն միանգամայն կհաջողվի։ Нынешнее поколение Ներկայիս սերունդը շատ արագ է զարգանում, դե իհարկե ոչ բոլորը։ Բայց օրինակ Էլենը իր տարիքային սանդղակի համար արդեն շատ հմուտ է տիրապետում գործիքին։ Երբեմն նույնիսկ հասուն երաժիշտը պատրաստ չէ ստանձնել նման պատասխանատվություն եւ տիրապետել երգացանկի, ինչպես Էլենը։ репертуар, что делает уже она. Հասկացող երաժիշտները եւ հասկացող համերգ կազմակերպիչները կտեսնեն եւ կգնահատեն իր պոտենցիալը եւ իհարկե կօգնեն, որպեսզի Էլենը ունենա կանաչ ճանապարհ։ Ուրախ եմ, որ այդ բոլոր մարդիկ օգնում են եւ ողջևորում ինձ անցնել այս ճանապարհը։ Ու շնորհակալ եմ, որ իրենց խորհուրդներով իմ կողքին են։ У Елены большое будущее. Էլենը մեծ ապագա ունի։ Ես իսկապես ուզում եմ նրան հաջողություն մաղթել դասական Եվրատեսիլ մրցույթում։ Ուշադրությամբ հետևելու եմ մրցույթի արդյունքներին ու աջակցելու եմ Էլենին։ Буду болеть за Елену. Безусловно, я Елена. Իհարկե Էլենին հաջողություն եմ մաղթում այս մրցույթում։ Ամենակարևորը ելույթից հաճույք ստանալն է։ Ես 100%-ով վստահ եմ, որ նա լավ ելույթ կունենա։ Վստահ եմ, որ Էլենը լիովին պատրաստ է։ Այս մրցույթը նրա համար իսկական տոն կլինի։ Թող նա անի իր գործը, վայելի բեմը եւ բոլորին հիացնի իր ելույթով։ И радует всех слушателей своей игрой. Ей надо настроиться на то, Էլենը պետք է հիշի այն ամենն, ինչ սովորել է եւ փորձի ազատվել իրեն ծանրաբեռնող ամեն ինչից։ Օրինակ նոր միջավայրը, ավելորդ հեռախոսազանգերը, եւ գիտեք, նույնիսկ եղանակային պայմանները կարող են իր ուզածի պես չլինել։ Ամեն ինչ կարող է պատահել։ Այնպես որ նա պետք է ասի. ես պետք է անեմ սա ու չշեղվի այդ մտքից։ Դա բավական է արդեն։ Չպետք է թույլ տա, որ որևէ բան շեղի իրեն։ Հասկանում եմ, խորհուրդ տալը հեշտ է։ Ինքս էլ հուզվում եմ ելույթ ունենալիս, ինչպես յուրաքանչյուր երաժիշտ։ Դա նորմալ է։ Եթե երաժիշտը բեմ է բարձրանում առանց հուզմունքի, թերևս նա պետք է որևէ այլ բանով զբաղվի։ Եթե Էլենը կարողանա հաղթահարել այս ամենը, ապա ամեն ինչ լավ կլինի։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ я уверен, что все будет хорошо. Իհարկե պետք է լինի հուզմունք, որտեղ դա այնպես չի, որ դու ես գալի ինչ որ հերթական փորձի կամ հերթական անգամ առողջության արտնացար տանը եւ պարապում ես ինչպես ամեն օր սա ինչ որ արտառոց բան է, իհարկե ելույթ է դե։ Համար հուզմունքը պետք է կարևոր որ չլինի վախ, ինչ որ վախ, անվստահություն, դրա համար պետք է 100% պատրաստվածություն եւ 100% իմանալ որտեղ ինչ ես դու ուզում անել, ամեն մի տակտում, ամեն մի կոպիտ ասած նոտայի տակ ինչ ես ուզում դու ասել։ Այդ դեպքում համոզված եմ, որ ոչ մի խնդրեմ չի լինի եւ իմանալով իրեն, Էլենը շատ խիզախ աղջիկ է եւ պետք է խնդրեմ չլինի։
Мне кажется, такой престижный конкурс. Կարծում եմ, որ դասական Եվրատեսիլի պես հեղինակավոր մրցույթը ոչ միայն պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակն ու իր ստեղծագործական նվաճումները ցույց տալու, այլև նրա ազգային ոգին արտացոլելու հնարավորություն է, որպես Հայաստանի պես մշակութային վեհ արժեքներ ունեցող երկրի ներկայացուցիչ, որը սովորում է ռուսական դպրոցում։ Երաժիշտը աշխարհի մարդ է, եւ նա պետք է ներկայացնի համաշխարհային մշակույթը։ Եվ կարծում եմ, որ Էլեն Վիրաբյանին թերևս կհաջողվի դա, քանի որ նա փոխարել է տարբեր մշակույթներ, լինելով հայ ազգի զավակ եւ միևնույն ժամանակ սովորելով Մոսկվայում։ Ինձ թվում է, որ ելույթի ժամանակ Էլենը պետք է կենտրոնանա եւ պահպանի հանգստությունը։ Այդ դեպքում ամեն բան կհաջողվի, քանի որ մնացած ամեն ինչով նա առատորեն շնորհված է։ Все остальное у нее есть с избытком. Лёля человек, который умеет Լոլյան կարողանում է կենտրոնանալ, կարողանում է տրամադրվել։ Ամենակարևորը սեփական ուժերին հավատալն ու չլարվելն է։ Եվ եթե նա ուղակի լինի ինչպիսին որ կա, գեղեցիկ, դյութիչ, երաժշտական, ապա կարծում եմ ոչինչ չի կարող խանգարել նրան փայլուն ելույթ ունենալ։ выступить совершенно блестяще. Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեր սիրելի Էլեն Վիրաբյանը Եվրատեսիլ մրցույթին կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Եվ համոզված եմ, որ մենք բոլորս կհետևենք այդ օրվա ելույթին եւ անպայման կողքեշնչենք Էլենին ցանկանալով իրեն ամենամեծ հաջողություն։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանձնելու բոլոր քննությունները ու գամ Հայաստան, որովհետև մրցույթին շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։